Ավստրիայի Գրաց քաղաքը հյուրընկալել էր նեյրոէնդոսկոպիստների համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում էր մեր բժշկական կենտրոնի անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության բաժանմունքի բժիշկ նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյանը։ Ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրել և քննարկել են նեյրոէնդոսկոպիայի արդի խնդիրներն ու նոր մոտեցումները։ Չինացի պրոֆեսոր Զանչինը ներկայացրել է հիպոֆիզի ադենոմաների էնդոսկոպիկ էնդոնազալ վիրահատական բուժման նոր տեխնիկան՝ T-Holding Chopstick տեխնիկը, ինչը լայնորեն քննարկվել և հավանության է արժանացել մասնագիտական հանրության կողմից։ Անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյանը գրեթե 1 տարի չինացի պրոֆեսորի տեխնիկան կիրառում է նաև մեր կենտրոնում։ Նորագույն տեխնիկան կներկայացվի նաև 2025 թվականի դեկտեմբերին Դուբայում կայանալիք նյարդավիրաբույժների համաշխարհային կոնգրեսին։ Իդեպ բժիշկ Գրիգորյանը կոնգրեսի ընթացքում դարձել է նեյրոէնդոսկոպիստների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։